կարևոր վերջինորեն, օրինակ իրենք աջակցում են Մադուրոին, մեր ներհայաստանյան ընդդիմությունը, նրան աջակցում էր Էրդողանը։ Ավելին կոչ էր անում Մադուրոյին տեղափոխվել Թուրքիա։ Դե այդ դրամաբանությամբ կամ Էրդողանը Իրանի ռեժիմին է աջակցում այաթոլլաների։ Սա շատ պարզ պրիմիտիվ դրամաբանություն է։ Ես կասեի, որ իշխանություններին էլ է ձեռնտու է սև սպիտակի քաղաքականությունը։ Իդեպ ընդդիմադիրները չեն հասկանում, որ ամեն անգամ ավելի բարձրացնում են Նիկոլ Փաշինյանի ընտրվելու շանսերը, ինչու, որովհետև Ռուսաստանը եւ դա ըստ հարցումների այլևս մեծամասնության կողմից հաջորդի չի դիտարկվում որպես դաշնակից։ Եթե դուք անընդհատ փորձում եք ասել, որ Ռուսաստանը մեր փրկիչն է, Փաշինյանը դեմ է Ռուսաստանին, ստացվում է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ինքը ոչ թե հակառուսական դիրքորոշում ունենա, այլ ավելի փորձի դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել, որովհետև ժողովրդի կամքին հակառակ արևմուտքի հետ փորձում է հարաբերություններ կառուցել կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ ընտրվել է, որովհետև ժողովուրդը ցանկանում է, որ այդ հարաբերությունները կառուցվեն, իհարկե Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։ Այսինքն այս քարոզչությունը նպատակ ունի էլի սև սպիտակով բաժանել հայ հանրությանը, բայց որքանով ես տեսնում եմ, գուցե նախորդ ընտրություններում կարողացան ինչ-որ ձայներ դրանով ապահովել, հիմա այս պարզունակ նմանատիպ մեթոդով չի կարելի 5 տարի հետո նույն մեթոդով ու լոզունգով գնան ընտրություններ։